Հերթական հաղթանակի կապակցությամբ փաստորեն դատարանը արդարացրեց արդարության իրավունքի հաղթանակ եմ համարում։ հենց այդ։ Այո, սա արդարության հաղթանակ է, իրավունքի հաղթանակ է, այնուհանդերձ այն հույսի հաղթանակն է, որ Հայաստանում ի վերջո մենք մի օր ունենալու ենք մեր երեխաներին արժանի իրավական պետություն, այն տեսանկյունից, որ մարդկանց նկատմամբ չկիրառվի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հարկադրանք, ունենալու ենք դատարաններ, որոնց որ վստահելու ենք բոլորս, դա դրա հույսի հաղթանակն է, անձնական հաղթանակ չեմ համարում։ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործը այն գործերից է, 21-րդ դարի տրամաբանությունը դա է, որ իսկապես դարձել էր կարևոր ցուցիչ միջազգային նաև կառույցների համար հետաքրքիր զուգադեպության բոլորովին վերջերս ընդամենը 2-3 օր առաջ Amnesty International-ը, որ բավական լոյալ, բավական դրական ցավոք սրտի զեկույցեր հրապարակել Հայաստանի վերաբերյալ, այնուհանդերձ չէր կարողացել շրջանցել այս հարցը, որ զեկույցը ընդհանուր առմամբ կարդակ, ես օրինակ բազմաթիվ բացեր եմ այդտեղ տեսնում, բազմաթիվ մարդկանց գործերի մասին այդտեղ խոսք չկա, բայց այս գործի մասին խոսք կա, որովհետև իմ կարծիքով եւ ես նաեւ կարծում եմ, սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև առհասարակ արևմտյան արժեքները խոսքի ազատության քիչ շատ հասկացող մարդկանց համար այս գործը մի փոքր տարօրինակ է, լավ շատ մեղմ եմ արտահայտվում, այսօր կոշտ բաներ չասեմ, շատ տարօրինակ է, որ այս գործը առհասարակ գոյություն ուներ։ Այս գործը կյանքի իրավական տրամաբանության մեջ չուներ։ Մաքուր քաղաքական հետապնդում էր, որը բացառապես պայմանավորված էր իմ նեմնիմի հաղորդման եւ անձամբ Նարեկ Սամսոնյանի եւ անձամբ Վազգեն Սաղաթելյանի այսպես ասած ընդդիմադիր գործունեությամբ, դրանով որ հնարավոր է այս հարթակը օգտագործելով ճշմարտություն ներկայացնել, բացահայտել քարոզչական բազմաթիվ կեղծիքներ եւ պիտի այնուհանդերձ ասել, որ այստեղ եւս մեկ անգամ հաստատվեց այն հայտնի խոսքը, որ այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։ Իսկ կարծում եմ այս քերական հետապնդման արդյունքում ճիշտ է տղաները մեծ փորձությունների միջով անցան, բայց դուրս եկան այդ փորձություններից ուժեղացած։ Կարճ խոսեմ նաեւ իրավական հետագա ընթացքի մասին, մենք չենք համարում, որ վարույթը շնորհավորանք կարելի է ասել, ընդ որում բոլոր նրանց, ովքեր որ շատ մարդիկ են, որոնք որ իմ նեմնիմի հետևորդներն էին, այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված էին այս ընթացքում, այո, բայց սա մեղմ ասած դեռ վերջը չէ, նախ այս վարույթը դեռ չի ավարտվել այս դատարանում, մենք դեռ ունենք լրացուցիչ դատալսումներ, այն լինում է ոչ միայն մեղադրական, այլև արդարացման վերդիկտից հետո, մենք պետք է քննարկենք, հասկանանք մենք ինչ-որ պահանջներ ունենք, թե չունենք, որից հետո, երբ որ կլինի արդեն դատավճիռը, մենք կծանոթանանք դատավճռին, վստահ ենք, որ նաև դատախազությունը կծանոթանա եւ պատրանքներ չունենք, կարծում ենք, որ դատախազությունը մեծ հավանականությամբ կբողոքարկի եւ մենք նորից կունենանք քննարկում այս անգամ արդեն վերաքննիչ դատարանում սա է։ Չգիտեմ, սա բացառապես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի որոշումը պետք է լինի, մենք պետք է քննարկենք։ Իմ անձնական մոտեցումը միշտ եղել է այն, որ օրինակ օրենքով նախատեսված է հնարավորություն ներողություն խնդրելու պահանջ ներկայացնելու։ Ես լավ, իմ անձնական մոտեցումը անգամ չասեմ որն է, ինչ որ կաշխանդող նշանակություն կարող անա։ Ամեն դեպքում ես կարծում եմ սա այն դեպքն է, երբ որ բացառապես արդարացվածների խնդիրն է, որոշումն է, նրանք ինչ որ պահանջներ կներկայացնեն, թե չեն ներկայացնի, ինչքան էլ լինեն պահանջներ, թե չլինեն պահանջներ, ամենակարևորը մենք այսօր ստացանք դա արդարացման վերդիկտեր։ Մնացածը համարում եմ երկրորդական անկեղծ ասած։ Շնորհակալություն։